Բարի երեկո։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Ես այսօր զրուցելու եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Պարոն Սիմոնյան, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Սիմոնյան, նախ առաջին հարցը, որը տալիս եմ բոլոր ուժերի ներկայացուցիչներին, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու այս ընտրություններին։ Ինչ նպատակով եք մասնակցում, կարճաժամկետ նպատակը, ընտրությունների եւ ինչպես է գնահատում ձեր շանսերը։ Միակ նպատակը, որ ես հետապնդում եի մուտք գործելով քաղաքականություն, դա այլընտրանք տրամադրելն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրությանը, որովհետև ես ինքս իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կապելով իմ ճակատագիրը Հայաստանի Հանրապետության հետ, չեմ ուզում արտագաղթել, ուզում եմ այստեղ ապրեմ։ 2026 թվականի հունիսի 7-ին հերթական ընտրություններին ես եւ իմ ընտանիքի անդամները որևէ ընտրանք չունեինք։ Մեզ անդադ առաջարկում են նախքին չարչարկված ընտրանքը տարբեր դերակատարների միջև, ինչը որ անընդունելի է, ես համարում եմ, որ սերնդափոխություն պետք է տեղի ունենա, որտեղ ամեն ինչ տեսել ենք, եւ նախքինն ենք տեսել, եւ ներկան ենք տեսել, կարծում եմ, որ բավական է եւ Հայաստանի Հանրապետությունը զուտ ֆիզիկապես ժամանակ չի ունենա, եթե նույն շրջափուլը շարունակվի եւս մի որոշ ժամանակահատված։ Այդ նպատակը իմ առաջ դնելով ներկայացնել այլընտրանք մեր սիրելի քաղաքացիներին, մենք արժե համակարգի շուրջ ձևավորեցինք արդեն քաղաքական ուժ, եսը դարձավ մենք, եւ այդ արժե համակարգը արժանիների իշխանությունն է, մերիտոկրատիան, շնորհապետությունը։ Եվ մենք հայտարարեցինք, որ առհասարակ նախքին կայսերական մոտեցումներից վերաանկախացած Հայաստանի Հանրապետությունը դեռ լյուստրացիայի ճանապարհով չի անցել։ Հետևաբար ամենից շատ հանրությանը հուզող հարցը, արդարության հարցը օդում կախված մնաց։ Եվ այս առումով կարծում եմ, որ մեր քաղաքական ուժի ամենաառանցքային հարցերից մեկը լյուստրացիայի իրականացումն է։ Այդ ինչպես եք պատկերացնում։ Լյուստրացիան շատերը կարծում են, թե պետք է լինչի դատաստան լինի, ոչնչացնեն աչուձախ, քաղաքացիական պատերազմներ, արունահեղություն եւ այլն եւ այլն։ Դա դրա մասին չի։ Լյուստրացիան անգամ իրավաբաններն են որոշ չափով դատապեդում, քննադատում, որովհետև դա հակաօրինական նաև հանգամանք է, զուտ այն պատճառով, որ գործող օրենքը շատ հաճախ արդարությունը վերականգնելու համար լավագույն գործիքը չի կարողանում հանդիսանալ, որտեվ մի պարզ պատճառով, որ այն գրվել է այն անձանց կողմից, ովքեր որ օրենքը քանիցս շրջանցել են եւ անարդարության աղբյուր են հանդիսացել։ Մեր հաղթանակի պարագայում մենք ակնկալում ենք, որ ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով կձևավորվի այլընտրանքային արդարադատության, որտեղ կներգրավեն Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի անկողմնակալ իրավաբան մասնագետները, կարող են քննելու բոլորի кейսեր, այսինքն ոչ միայն այս վերջին իշխանություններին, այլ բոլոր իշխանություններին։ Եվ ասեմ ավելին, խորհրդային ժամանակահատվածի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրողություններին, Հայաստանի Հանրապետության բռնազավթումից սկսած 1920 թվականի դեկտեմբերի 2-ի, որտեղ եկեք չմոռանանք, որ 1918 թվականի մայիսի 28-ին 30-ին ստեղծված Հայաստանի Հանրապետությունը 2 տարի հետո բռնազավթվեց օտարպետության կողմից եւ կոլաբորացիոնիստական իշխանություններ այստեղ հաստատվեցին, դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով հանդերձ, այդ թվում նաեւ տարածքային խեղումներով եւ զեղումներով հանդերձ։ Լավ, հանձնաժողովը գալով հիմա մեր օրեր եւ փորձելով այս թեման ավելի ամփոփ ներկայացնենք, այդ հանձնաժողովում են փաստորեն լինելու այդ արժանիները ձեր ասած, որոնք քնելու են ոչ արժանիներին։ Ոչ իհարկե։ Բա ինչպես եք վստահելու նրանց օբյեկտիվությանը։ Արժանիները առհասարակ լայն հասկացություն է, սա միայն ընտրվող էլիտաների մասին չի եւ կառավարության եւ քաղաքորդի մասին չի, այլ նաեւ ժողովրդի մասին է։ Եթե դու հայտարարում ես մերիտոկրատիա արժանիների իշխանություն, ապա դու պետք է կարողանաս ձևավորել այնպիսի հանրակրթության մոդել, որը կնպաստի հանրային մտածելակերպի եւ քաղաքացիական հանրության կայացմանը, այսինքն ազգակերտումը եւ պետականաշինությունը ձեռք-ձեռքի տված process-ներ են։ Եթե դու պետական գործընթացներում բարձի թողի ես անում եւ լուսանցքում ես թողնում ազգակերտումը, ստանում ես այն ինչ որ ստանում ես։ Այսինքն մակարդակի տոտալ բացակայություն, տարբեր ստերեոտիպերով առաջնորդվող անհատներ եւ սթափ գնահատականներ տալու ոչ ընդունակ անհատներ։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի նավթ, ունի գազ, մեր հիմնական ֆինանսական եւ առհասարակ պոտենցիալի գլխավոր հենարանը եւ կապիտալը պետք է դիտարկվի մարդը,
Շեշտը դնելու եք մարդկային ռեսուրսի վրա։ Դա երկարաժամկետ համակարգային փոփոխությունների մասին եք խոսում։ Բայց մենք ունենք կարճատև քայլեր, եթե դու կարճատև քայլերը չես անում, երկարաժամկետի մասին խոսելն ավելորդ է։ Պետության ռազմավարական ղեկավարությունը երկաստիճան գործունեություն պետք է ծավալի։ Միջնաժամկետ կտրվածքում ռազմավարություն եւ երկարաժամկետ, որու հիմքերը երկարաժամկետի այսօր դու պետք է դնես։ Եթե հանրապետությունում 200 դպրոց է փակվում, 400 դպրոց կառուցելու պատվեր չեն կարողանում իրացնել, 20 տարի հետո դուք ինչ հանրություն կունենաք։ Այն ինչ որ կանեք այսօր, արձագանքը գտնելու եք 20 տարի հետո։ Դրա համար ցանկացած ղեկավարություն, որը որ իր արժև դնում է խնդիր արժանիների իշխանություն ձևավորելու, խաղ հանրությունն էլ պետք է արժանի դարձնի, բարձրացնի։ Սա լայնածավալ աշխատանք է։ Կրթեք, այսինքն այդ արժանին։ Այո, այնպես որ լյուստրացիայի պետական համակարգից հովանավորչությունը, ճիշտ եմ ասում։ Միանշանակ նեպոտիզմը, ծանոթ խնամի բարեկամ հասկացությունը դա սարսափելի։ Հայերով այդպես է, չէ՞, նեպոտիզմ։ Դա խայտառակություն է մեր ժողովրդի համար։ Մենք անգամ հիմա էլ ենք ասում, որ ցանկացած կուսակցություն համապետական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո չպետք է յուրացնի պետական ղեկը եւ կուսակցականացնի։ Այսինքն եթե կուսակցությունը Բայց գայթակղությունը բարձր է, չէ՞, պարոն Սիմոնյան, հիմա կարող եք գալ օրինակ իշխանության եւ ձեր ծանոթները դիմեն, ասեն, մեզ մի աշխատանք տվեք։ Եթե ձեր նպատակը աթոռն է, այո, գայթակղությունը մեծ է։ Բայց եթե ձեր նպատակը աթոռը չէ, այդտեղ գայթակղություն չկա։ Իմ նպատակը հայրենիքի համար մղած պայքարն է եւ ես դա ապացուցել եմ նաեւ մարտի դաշտում։ Պարոն Սիմոնյան, այո, բայց հիմա հենց այդ ձեր նպատակից խոսենք, ձեր նպատակը ասացիք աթոռը չէ, բայց կարծես թե ձեր նպատակը հստակ իշխանափոխությունն է։ Հիմա այս ընտրություններին մասնակցում եք այդ օրակարգով։ Ուզում եմ հենց դրան անդրադառնալ, ձեր շանսերը որքան եք գնահատում եւ ինչպես եք իրականացնելու այդ իշխանափոխությունը։ Իրատեսական, եթե ավելի խոսենք, հա, այս ընտրությունների ելքով հնարավոր է դա իրականացնել, ինչ ծրագրեր ունեք։ Քաղաքագիտությունը հնարավորինի արվեստն է։ Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում եւ հնարավոր է, այո, բայց եկեք արձանագրենք նաեւ մի փաստ, որ ընտրություններով Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չի փոխվել երբեք։ 91 թվականից հետո, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը 96-ից սկսած ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվել։ Դա ձեր գնահատականը։ Դա օբյեկտիվ գնահատական է եւ ես հիմնավորումներ ունեմ որպես գիտության մարդ եւ ապացույցներ էլ կարող եմ բերել ուղղակի մեր հաղորդումը կդառնա չխորանանք, այո, այդ թեմայի վրա չխորանանք։ 96 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում որևէ իշխանություն ընտրություններով չի եկել եւ բայց այնուամենայնիվ ես կարծում եմ որ դա հնարավոր է դրա համար մենք ворթեգրել ենք քաղաքական գործընթացներ ընտրությունների մասնակցելու թե հետո ինչ կլինի դա կախված կլինի նաեւ ընտրախախտումների մասշտաբով եթե ընտրախախտումները զանգվածային եղան առաջի ուժը որ չի ճանաչի ընտրություններին դա կլինենք մենք կվիճարկեք անշուշտ Սահմանադրական դատարանում ոչ միայն որքանով եք վստահում եթե իշխանությունը բռնազավթվում է քաղաքական ուժի առաջ բացվում է նաեւ հաջորդ դուռը ժողովրդի իշխանությունը վերադարձնելու այլ ճանապարհներ, ոչ ընտրական։ Օրինակ փողոցային պայքար։ Օրինակ հեղափոխություն։ Ունեք այդքան ընտրազանգված էլեկտորատ, որ կգան ձեր մեջքին կկանգնեն եւ կբողոքարկեն, չեն ընդունի այդ ընտրությունների արդյունքները։ Որևէ մեկը չունի ընտրազանգված։ Կան մարդիկ, որոնք որ դաշտը մոնիտորինգ են անում, տեսնում են ով է սկզբունքների համար մարդ մղում։ Եվ մարդիկ համախմբվում են այդ ֆիգուրների շուրջ։ Որևէ մեկը եթե վեր կացավ ասի, որ ինքը ունի ինչ որ ընտրազանգվածին դրել է գրպանի ինչ որ մանրադրամի տեղ։ Այդպես չի լինում։ Դու որպես քաղաքական շուկայում ներկայացված քաղաքական ուժ, քո գաղափարախոսությամբ, քո կադրային կապիտալով, քո կերպարով, քո անցած ուղիով ներկայացնում ես մի սիմվոլ անհատականացված եւ խորհրդանշային, որը կարող է գեներացնել X պահի դրությամբ, ինչ որ քանակությամբ ուժ, հանրային ուժ կամ չի կարողանա։ Հիմա այդ կամ կարող է կամ չի կարողանա, դու չես կարող կանխատեսել, որովհետև դա սուրճի մրուրի վրա գուշակություններ առնելու տիրույթ չէ։ Հանրության ողջավորությունը եւ հանրային շարժը տարերք է, այնպես ինչպես ջրհեղեղը, հրաբուխը, երկրաշարժը։ Հանրային ակտիվությունը, շարժը եւ համախմբումը տարերք է։ Քեզնից հասնում է դու ալտերնատիվան ձևավորես, սկզբունքների համար մարտը տաս։ Մնացածը քո որոշելիքը չի։ Մենք այդ սկզբունքներով առաջնորդվող քաղաքական ուժ ենք եւ այդ սկզբունքները դրոշակ դարձրած գնալու ենք առաջ։ Մնացածը հանրությունը կորոշի, ժամանակը կորոշի, որտեվ տեղի եւ պարագայի եւ ժամանակի փոխադարձ
զուգահեռներով է պայմանավորվում հանրային տրամադրվածությունները եւ առաջնորդի խնդիրը լինելու է այդ ալիքի վրա բարձրանալը։ Պարոն Սիմոնյան, իսկ եթե ընտրությունները չեն կեղծվում, դուք փաստորեն բավական բարձր եք գնահատում ձեր վարկանիշը, եթե չեմ սխալվում, ասում եք երկրորդ տեղում եք քաղաքացիական պայմանագրից հետո։ Ինչի վրա են հիմնված այս հետո։ Բավական մոտ են փաստորեն թվերը։ Բայց ես ասում եմ, որ այդ թվերի հրապարակման աղբյուրները մենք չենք կարող ասել, որովհետև մեր պատվերով չի, դրանք ներքին ինսայդներ են, որ մեզ հասել է։ Բայց ես կարող եմ ասել հանուն անկեղծության եւ բոլոր այն հարցազրույցներում, որտեղ որ ես սոցիոլոգիական հարցումներին հղում եմ կատարել, ասել եմ, որ դա ճշմարտության վերին ինստանցիա չէ եւ լիարժեք պատկերը ցույց կտա հունիսի 7-ը։ Բայց օրինակ սոցիոլոգիական հարցումները ծայրահեղ, հա, ոչ թե մի փոքր տարբերություն են ցույց տալիս, այլ ծայրահեղ հակառակ պատկեր, օրինակ 0.8-ին 2 կամ 2-ից մի փոքր ավել տոկոս են ցույց տալիս։ Ես չեմ գնահատում այդ սոցիոլոգիական հարցումները հավաստի, որովհետև այդ նույն սոցիոլոգիական հարցումները 1 տարի առաջ մեզ 5-6% էին ասում, հետո դարձանք ինչ որ իրանց գնահատմամբ 1%, 2%, դա ոնց կարող, ոնց է հնարավոր։ Անցյալ տարի ավելի շատ հեղինակություն ունեինք, ոչ մի ծանրակշիռ խնդիր նույն հարցումով օրինակ Կելափի այո, նույն հարցումով, նույն մայիսին անցյալ տարի մենք 6% էինք, այս տարի մեզ 2-3% է ասում, այսինքն տրամաբանությունն էլ ունի, էլի սահմաններ։ Շուտով է ձեր ասած սոցիոլոգիական հարցումների կազմակերպությունները մարդկանց ապացուցելու են, թե ինչի իրանց գործը պատշաճ չեն արել։ Պատշաճ չեն արել։ Ես ձեզ ասեմ, որ մեր քաղաքական ուժը բավականաչափ երիտասարդ է, այսքան մեծ քաղաքական կապիտալ ունենալու համար, որ աչից ու ձախից ահռելի քանակության վարչական եւ ֆինանսատնտեսական ռեսուրսներ ունեցող առաջնորդներ այսքան մեծ հարձակումներ են սկսել մեր կերպարը արատավոր ներկայացնելու ուղղությամբ։ Ինչու՞, որպեսզի կարողանան ցած բերեն վարկանիշը։ Ինչպես են արատավորում ձեր կերպարը, ինչ են կապելով ներկա իշխանությունների հետ, կապելով նախկին իշխանությունների հետ։ Մինչդեռ մենք ասել ենք, որ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը խորհրդարան անցնելու պես որևէ նախկին նախագահների եւ ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի կամ նրանց արբանյակ կամ սպասարկող այլ քաղաքական ուժերի հետ որևէ կոալիցիա կազմելու երկու սցենարն էլ ես ուզում եմ դիտարկենք, պարոն Սիմոնյան։ Հիմա տեսեք, դուք հավանականությունը կարծեմ, չգիտեմ, ասեմ 0-ի հասնում, որ հնարավոր է 50+ հավաքեք, որովհետև ըստ մասնագիտական վերլուծությունների որևէ ուժ այս պահին չունի։ 50+ իշխողներ չունի, այո, հենց դա էլ ուզում եի ասել։ 0-ի չի, միշտ մի քիչ շանս լինում է, որտեղ դուք չեք կարող կանխատեսել հանրային ակտիվության մասշտաբները։ Դուք պատկերացրեք ներողություն, որ ընդհատեցի, ուղղակի հա, մասնակցությունը պատկերացրեք Հայաստանի պատմության ընթացքում, եթե չեմ սխալվում, ամենաշատ մասնակցայնությունը 64-63% եղել, բա որ 70-80% արձանագրենք։ Այդ դեպքում տեսեք վարչական ռեսուրսը ինչքան է իջնում եւ զուտ ֆինանսական ծախսի միջոցով ներգրաված հանրույթի մասշտաբների ինչքան է իջնում։ Դուք ունեք հնարավորություն 50+ հավաքել, եթե օրինակ նույնիսկ մասնակցությունը ես քաղաքագետը կատեգորիկ չի։ Հավանականություն կա, չեմ բացառում, բայց համաձայն եմ ձեզ հետ, որ դա մի քիչ ֆանտաստիկ է։ Այո։ Հիմա տեսեք, այդ սցենարն եմ ուզում դիտարկել։ Դուք չեք հավաքում 50+ եւ փոխարեն անցնում են այլ ընդդիմադիր ուժեր, որոնք արդեն ըստ խոսույթների պարզ է, որ մտածում են համագործակցելու մասին, այսինքն ձայները միացնելու, որպեսզի լինի այդ ձեր ասած իշխանափոխությունը։ Այդ ժամանակ ինչ եք անելու, ասել եք չեմ միանում եւ չի լինի։ Դե հենց եթե օրինակ դուք անցնեք եւ չմիանաք, ստացվում է, որ չի լինի։ Չէ, ցանկացած բaragam, եթե ֆիգուրն էլ փոխվի, իշխանափոխություն չի լինի, որովհետեւ դուք պետք է այստեղ նայեք ոչ թե մի քաղաքական ուժի պրիզմայի տակ, այլ համակարգի շրջանակում։ Այս քաղաքական ուժը այն համակարգի ծնունդն է։ Այն համակարգի մեջ փոփոխություններ իրականացնելը անուն ազգանուններ քաղաքական ուժեր ռակիրովկա անել։ Ակտիվ պայքարում է այն համակարգի դեմ, դուք ասում եք այն համակարգի ծնունդն է։ Ով է պայքարում։ Նիկոլ Ձեզ թվում է թե պայքարում։ Նիկոլ Փաշինյանը տարբեր ֆիգուրների երես արդեն լվացել է։ Ասում է տանեմ ձեզ նստացնեմ, Ասպառնալիքից են կոմուր է անցել։ Ընդհակառակը դատական գործընթացներով այն քրեական վարույթներով, որ տարբեր ֆիգուրների տանում դատում է, երկրորդ անգամ նույն քրեական հանցակազմի համար չես կարա դատես, բայց արդարացվել են արդեն։ Ինչ եք խոսում։ Գուցե հանցակազմ չկա։ Երեսները լվացել է։ Ես ձեզ ասեմ ավելին, որ ոչ հարմար իրավիճակներում անգամ ներկայիս իշխանությունները նախկինների հետ կարող են կոալիցիա կազմել։
Եվ այս թատրոնին ի վերջո առերևույթ վերջ կտան հանրության աչքի առաջ։ Այ հիմա ասում եք ձեզ են կապում նախկինների հետ, դուք էլ եք փորձում փաստորեն Չէ, նրանց ինձ կապել։ նախկինների հետ այդքան հաճախ չեն կապում, ինչքան ներկաների հետ, ասեմ ինչու։ Լավ, պարոն Սիմոնյան, ներողություն, նաև մեկ հարց էլ։ Փաստորեն, եթե ձեզ սա ուզում եմ այս թեման փակենք, եթե ձեզ ասեն, եկեք միացեք, որպեսզի մենք կարողանանք իշխանափոխություն անել, դուք ասելու եք ոչ, դուք նույն համակարգի կրողն եք, ես չեմ միանում, եւ այդ իշխանափոխություն չի։ Այդ process-ը ամեն դեպքում դուրը փակվելու է։ Դա իշխանափոխություն չի։ Մենք հայտարարել ենք ժողովրդին, որ մենք որևէ մեկին ձայն չենք տալու, որտեղ արձանագրված է, որ թե նախկինները, թե ներկաները նույն համակարգի կրողներն են։ Նույն սիստեման են։ Հիմա դուք ասացիք, մեզ ներկաների հետ են կապում։ Հիմա ներկաները ենթադրենք էլի 50+ չեն հավաքում, մի փոքր է տարբերությունը, դուք էլ անցել եք խորհրդարան, ձեզ նորից առաջարկում են։ Բացառվում է։ Վստահ եք։ Ոչ թե վստահ եմ։ Եթե շնորհապետական կուսակցություն, տեսեք ինչ եմ ասում, շնորհապետական կուսակցություն իմ քաղաքական գործընթացի մեկնարկով ծնված ուժ է։ Հակառակ բան անի, ես մանդատս վայր կդնեմ ու կհեռանամ այդ կուսակցությունից։ Եթե ձեր մյուս գործընկերները չի կարող նման բան լինի, չի կարող։ Իմ գործընկերների կամային հատկանիշների վրա ես վստահ եմ, բայց դա չի կարող։ Այո, օրինակ դուք ասում եք կա այո, այդպիսի քննադատություն կամ կարծիք, որ դուք փորձելու եք վերցնել արևմտամետ զանգվածի ձայները, օրինակ ինչպես Երևանի ավականու ընտրություններում դա արեց Հանրապետություն կուսակցությունը, հետո միացրեց ՔՊ-ին եւ Տիգրան Ավինյանը կարողացավ դառնալ քաղաքապետ։ Դուք փորձելու եք նրանց ձայները, քանի որ նրանց վարկանիշը ընկած է, վերցնել եւ հետո միացնել Նիկոլ Փաշինյանին։ Մենք չենք փորձելու, մենք առաջարկում ենք ծրագիր, ներկայացում ենք հանրությանը, հանրությունը որոշում է։ Հայաստանի շնորհապետական կուսակցության համար եվրոինտեգրման գործընթացը անկյունակարային է, որտեղ մենք համարում ենք, որ ԵԱՏՄ-ն կաշկանդում է մեր ռեհաբիլիտացիոն հնարավորությունները, լինենք անկեղծ։ Այդ թվում նաև ՀԱՊ կա, այդ թվում նաև ԵԱՏՄ-ն առանձին անդրադառնալու ենք հատուկ, այո։ Հուսանք։ Շատ լավ, բայց ես հիմա ուզում եմ ձեր մարտավարություններին անդրադառնալ, օրինակ որ սցենարի դեպքում ինչ եք անելու, որ ընտրողի համար կանխատեսելի լինի։ Կանխատեսելի է լինում։ Որևէ միացում, որևէ կոալիցիա նախկին 3 նախագահների եւ ներկայիս վարչապետի եւ նրանց օժանդակող արբանյակ ուժերի հետ անհնար է։ Լավ, դրանից հետո ինչ է լինելու, այսինքն այդ ընտրությունները փաստորեն ոչ այն մեկին է կօգնելու, այն մի կողմին, ոչ մյուս կողմին եւ դրանից հետո հետեւյալն է լինում։ Կարող է կոնսենսուսային առաջարկ լինի մերը։ Օրինակ ինչ առաջարկ կանեք։ Բոլորը քվեարկեն մեր ծրագրին եւ մեր կառավարությանը եւ մենք սկսենք մեր ծրագրերը կյանքի կոչել։ Դա ասում են արդար չէ, օրինակ եթե մի օր քիչ ձայներ է հավաքում, կա շատ ձայներ հավաքողին, ասի եկեք մեզ քվեարկեք։ Մենք ունենք սկզբունքներ, մենք սկզբունքների համար մարդ ենք տանում։ Արդարը դա է։ Մնացածը արդեն քաղաքական հաշվարկներ է։ Մենք մեր սկզբունքների համար մարտը կտանք եւ ես ասելու եմ, որ այն քաղաքացիները, որոնք որ քվեով օժտել են մեզ, նրանք հատուկ դրա համար են օժտել եւ ես դա առևտրի առարկա դարձնելու բարոյական իրավունք չունեմ։ Եթե ես որպես գիտության մարդ, որ մտել եմ քաղաքական միջավայր, այսինքն տոքսիկ քաղաք, դուք չեք տեսնում ինչ լեքսիկոնով են իրար բնութագրում, ինչ արտահայտություններ են անում, դա հարիր է հայ ժողովրդին։ Դա հարիր է։ Քրեական խոսույթ ինձ թվում է հարիր է, թե ոչ։ Ես ռետորական հարց եմ հնչեցնում, օգտագործվում էր, բայց հայ ժողովուրդը ընտրեց 21-ը ուրիշ իրավիճակ էր, 21 թվականը դեռևս մարդկանց մոտ կասկած կար, որ 2 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը արտաքին ինտերվենցիայի միջոցով փորձեցին լրացնել, շանս տրվեց, բայց այդ շանսն էլ տապալեցին, ընդ որում 21 թվականին մոռացել եք ինչով էին գալիս։ Ինչ խոստումներով, ամեն ինչը տապալել են։ Ես շատ լավ եմ հիշում, այո։ Խափել են իրանք, խափել են, խափեություններով եկել են իշխանությունը նորից էլի վերարտադրվել են։ Հիմա չեն խափում։ Հիմա բաց են ասում ինչ են անելու է։ Ամբողջ վտանգը այդտեղ է։ Եվ ասում են, եթե քվե ստացանք, նշանակում է դուք մեզ մանդատ եք տվել դա անել։ Բայց արդեն ասել են, չէ, ես էլ չեմ կարող ասել, որ 21 թվականին ինձ խափեցին, ուրիշ բան էին ասում։ Մարդիկ գնացին քվե տվեցին, նրանք անցան։ Հիմա չի խափում։ Հիմա բացի օրինակ Արտուր Օսիպյանի հետ բանավեճի ժամանակ ինքը ասաց ես չեմ ճանաչում անկախության հռչակագիրը։ Այդ ի՞նչ է նշանակում։ Դա ինձ թվում է առաջի անգամը չէ, որ ասում։ Բայց դուք դրա խորքային վտանգները պատկերացնում եք։ Դե հրաժարվել բոլոր մեր պետության հիմքերից։ Պետությունից հրաժարվել, այսինքն նշանակում է դու քո ժողովրդին մղում ես կրկին էլի Սարդարապետի նման ինչ-որ ճակատամարտի մեջ, որտեվ Հայաստանի Հանրապետության հիմքը 1918 թվականի հաղթանակն է։ Դրանից հետո ազգերի լիգան մեզ ճանաչեց։ Եվ այս անկախության հռչակագիրը հղում է կատարում այդ Հայաստանի Հանրապետությանը, մենք վերաանկախացել ենք։ Եթե դու փակում ես այդ պատմական հիմքը, նոր պետություն ես ստեղծում, դու էլ պատերազմ պետք է հաղթես։ Այդ որ պատերազմի մեջ ես ուզում գցես մեր ժողովրդին։ Հետո էլ որ կանգնես մատ թափթաս ասես է դուք փախակ մարտի դաշտից։ Ես մեղք չունեմ, որ ինքնիշխանությունը կորցրեցիք։
դրա խորքային ականները չեն հասկանում այդ մարդիկ ոչ միայն տարական գրագիտություն չունեն ու մասնագիտական հնարավորություններ, ես կասկածում եմ, նրանք խորհրդականներ առհասարակ ունեն։ Պարոն Սիմոնյան, հիմա այդ վտանգները, որ դուք տեսնում եք, ես ձեր խոսքից մի սցենար, այսպես իմ մեջ տպավորվեց, որ դուք դիտարկում եք, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել հարգելի պարոն Սիմոնյան, եկեք մենք ձեզ ընտրենք վարչապետ, միացեք մեզ, բայց մենք ձեզ ենք ընտրում եւ այդ կերպ փորձի փրկել իշխանությունը։ Չենք միանալու մենք իրենց։ Չէ, դուք չմիանաք իրենց ընտրեք։ Իրենք օրինակ ասեն մենք ձեզ ենք ընտրում, իրենք ձեր ձայները տան։ Ձեզ։ Մեզ ձայները տան։ Ով ուզում է թող մեզ ձայնը տան։ Դա կոալիցիա չի։ Բա ինչ է։ Մեր նպատակները, մեր ծրագրերով, մեր կառավարության կառուցվածքով, մեր ռազմավարությամբ եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ 1 տարի իշխանությունների վարչապետին իմպիչմենտ իրականացնելու հնարավորություն չի ունենալու խորհրդարանը։ Դուք պատկերացնում եք 1 տարի հետո ինչ մաքրություն հնարավոր կլինի անել արդարությունը վերականգնելու համատեքստում։ Այդ դեպքում մենք կգնանք արտահերթ խորհրդարան։ Բայց այդ դեպքում ներդրում են ունենալու ձեր հաղթանակի մեջ, դուք այլևս չեք կարողանալ օբյեկտիվ կառավարել եւ ազատվել Նիկոլ Փաշինյանից։ Ձեզ թվում է Եթե նույնիսկ նրանք ներդրում անեն, սա հստակ քաղաքական գործարք է։ Բացարձակ։ Եթե նախապայման առաջ քաշեն, մենք համաձայնվենք, այո, բայց եթե աննախապայման լինի, դա գործարք չի։ Իսկ չեք համաձայնվի, եթե նախապայման առաջարկեն։ Բացառվում է։ Դա ստացվում է, որ մենք միանում ենք իրանց։ Եթե իրանք մեզ ձայն են տալու մեր կառավարությանը, որ ես դառնամ վարչապետ, որ իրանց նախապայմանը տեղի ունենա, դա նշանակում է մենք միացանք իրանց։ Բայց եթե առանց նախապայմանի են իրանք ձայն տալիս, դա չի նշանակում, որ մենք միացանք։ Դա էլ արդեն քիչ հավանական է։ Դե տեսնենք։ Պարոն Սիմոնյան, քաղաքականությունը հնարավորինի արվեստն է։ Պարոն Սիմոնյան, դուք Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք, որ նա իրականում արևմտամետ չէ եւ երևի թե կարող ենք ասել ըստ ձեզ ռուսամետ է։ Իմ կարծիքով նա ռուսական արբիտայի քաղաքական գործիչ է, գուցե ոչ ամենահարմարը, բայց է։ Ռուսաստանը մի քանի տարբերակ ունի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտում, որի պարագան գուցե Նիկոլ Փաշինյանը ամենահարմարը չէ, բայց միևնույն է, որտեղ սիստեմի ծնունդ է նա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դիրքավորվել է որպես հստակ արևմտամետ եւ այս ընտրությունների ընթացքում Ռուսաստանի հետ խոսույթները գնալով ավելի են սրվում։ Ինչ է անում։ Ստացվում է, որ նա փորձում է հենց արևմտամետ էլեկտորատի ձայները, օրինակ ձեզնից ձայները գողանում։ Մոլորեցնում, այո, միանշանակ։ Մոլորեցնում է հանրությանը։ Մոլորեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Լավ, բայց եթե դուք ասում եք Փաշինյանը արևմտամետ չէ, ինչու է արևմուտքը աջակցում Նիկոլ Փաշինյանին, մենակ չասեք չի աջակցում։ Չէ, աջակցում է որոշ դեպքերում, որովհետև նրանք կարծում են, որ այն ուժերը, որոնք որ հավակնություն ունեն ու հնարավորություն ունեն, ամենևին էլ ալտերնատիվաները չեն։ Եվ հետո մի բան էլ ասեմ, մենք մի քիչ գերագնահատում ենք թե հյուսիսին, թե արևմուտքին ռազմավարական հաշվարկների մեջ։ Մեզ թվում է, թե իրանք ամեն ինչ շատ լավ գիտեն, բայց միամիտ չեն։ Ռազմաքաղաքական հաշվարկները պատշաճ չի իրականացվում։ Եթե պատշաճ իրականացվեր, Միացյալ Նահանգները ռազմական օպերացիա չէր սկսի Իրանի նկատմամբ, եթե պատշաճ ռազմավարական աշխատանքներ լինեն եւ առաջնորդները դրանց վերահսկեին եւ ընդունեին, Ռուսաստանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա։ Լավ, հիմա բայց նրանց հանգիստ թողնելով, հիմա ստացվում է ըստ ձեր խոսքի, որ թե Ռուսաստանը, թե Արևմուտքը խաղադրույք է կատարում Նիկոլ Փաշինյանի վրա։ Ես այդպես բոլորին են ձեռնտու, մեր հարևաններին էլ հետն է։ Ինչով է ձեռնտու։ Որ Հայաստանի Հանրապետության ազգային շահը առաջ չի մղում։ Իսկ եթե դուք ազգային շահը առաջ չես մղում, բոլոր խաղացողների համար տիրույթ է ձևավորել։ 18 թվականին Արևմուտքը դարձյալ աջակցեց Փաշինյանին, որ հեղափոխությունը Չեմ կարծում։ Ինձ համար հարց է առաջանում, թե ինչու քարորիայից հետո 17 թվականի ՊՊՑ գունդ տեղի ունեցավ։ Եվ ինչու 17 թվականի ՊՊՑ գնդի գրավումից հետո 18 թվականին հեղափոխական շարժումը տեղի ունեցավ։ Դրանք հարցեր են, որոնց պատասխանները ոչ ոք չունի։ Օրինակ Մակրոնի այս վերջին հայտարարությունները արդյոք դրա մասին չէին փաստում, երբ ասում է Հայաստանը Ռուսաստանի արբանյակ էր, մենք արևմտյան գործիչներս այդտեղ չէին գալիս, հետո Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց, հենց այդ բառն է օգտագործում, կազմակերպեց հեղափոխություն, որպեսզի Հայաստանը ապառիսկայնացնի, այսինքն չի նշանակում, որ արևմուտքի սրտով էր այնինչ տեղի ունեցավ եւ հենց այդ նպատակով է դա արվել։ Արևմուտքը երբևիցե տարածաշրջանում հնարավորություն չէր ունենա, եթե 2022 թվականին Ռուսաստանը չհարձակվեր Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի վրա հարձակվելով Վարշավյան պակտը իջիկ դարձնելով Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական վերահսկողության գոտիների նկատմամբ նրա իրավունքը վիճարկվեց Արևմուտքի կողմից։ Եվ կենտրոնական Ասիայի մասով, եւ արևելյան Եվրոպայի մասով, եւ նաեւ Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներով պայմանավորված։
Միջև Ուկրաինայի վրա հարձակումը որևէ հնարավորություն չէր լինի Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտի էր ճանաչված Հայաստանը։ Դրա համար եմ ասում, որ ընտրություններով այստեղ որևէ իշխանափոխություն չի տեղի ունեցել։ Ամենևին էլ չկարծեք, թե առանց Կրեմլի գիտության այստեղ որևէ մեկը կկարողանար քաղաքական գործընթացներ ծավալել։ Եթե նրանք նույն թափը ունենային Փաշինյանի նկատի ունեք։ բոլորին, ովքեր որ գոյություն են ունեցել քաղաքական դաշտում, բոլորին։ Բայց հիմա ինչպես օրինակ վստահ լինենք, որ այդ բոլորը կապ ունեն Կրեմլի հետ, դուք չունեք կապ։ Որտեղ Ռուսաստանը այլևս հին թափը չունի։ Կամ օրինակ Արևմուտքի հետ։ Եթե Ռուսաստանի դե պետքա տեսնեք։ Կարող են ասել Արևմուտքի Արևմուտքի հետ, ուրեմն պետքա ասեն, որտեղ եմ ես կրթությունը ստացել։ Հայաստանի Հանրապետությունում, ինչ գումարներով, ընտանիքիս անդամների ֆինանսավորմամբ։ Երբևիցե գրանտների դիմել եմ, ոչ, անգամ լինելով գիտնական, անգամ Հայաստանի Հանրապետության պետական գրանտի չեմ դիմել։ Եթե դու փող չես վերցրել, օտարերկրապետությունում չես սովորել, ոնց կարող են օտարերկրապետությունների լրտեսական ծառայությունները քո հետ կոնտակտ ունենալ ու կամպրամատ ունենալ քեզ վրա։ Նշանակում է դու մաքուր ես, բյուրեղյա։ Եվ եթե չես վաճառվել, իսկ իմ կատեգորիայի մարդը չի վաճառվում, որտեղ եթե վաճառվող լինեի, պատերազմ չէի գնա, կյանքս վտանգ է։ Ես որ այստեղ նստած այսօր հարցազրույց եմ տալիս վարչապետի տեխնացուի կարգավիճակով 1% շանսով եմ դուրս եկել այնտեղից, որտեղ որ ես մարտնչում էի։ 99% հավանականությամբ պետք է զոհված լինեինք։ Այդ որ հիմա իրանց ճաղում են, ասում են, բա դու ինչի չես զոհվել։ Բախտները բերել այդ մարդկանց, չես մուննատ գալիս։ Մեղավոր են, որ չեն զոհվել։ Բախտներս բերել, չենք ասում Ռեմբո ենք եղել։ Բախտներս բերել է։ Ինչա գնայինք կամուրջից նետեինք մեզ ցած։ Պարոն Սիմոնյան, հիմա տեսեք, եթե դուք օրինակ ասում եք Արևմուտքի հետ կապ չունեք, այսինքն գործակալի լինելու կամ ինչ որ Արևմուտքի ցանկալի տեխնացու շատ լավ, այդ դեպքում ինչու դուք հանդես չեք գալիս բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու օգտին, այլ հստակ արևմտամետ, ոչ թե այսպես հայամետ, այլ արևմտամետ կոչեր եք անում, օրինակ ասում եք դուրս գանք բոլոր այն կառույցներից, որտեղ կա Ռուսաստանը, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ միայն գնանք դեպի Եվրոպա։ Դուք նախապատմությունը ուղղակի բաց թողեցիք։ Ես միշտ Հայաստանի Հանրապետության ազգային շահերով պայմանավորված քաղաքականության ջատագովն է, որտեղ իմ դիսերտացիայի թեման էլ է եղել Հայաստանի Հանրապետության ազգային շահի արդիականացման հիմնախնդիրները։ Եվ դրանով պայմանավորված քանիցս ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի քաղաքական հանրույթի, քաղաքակրթական բարձր արժեհամակարգ ունեցող հանրույթի մաս։ Հիմա բարձր քաղաքակրթական արժեհամակարգ ունեցող հանրույթը եւ զարգացած տեխնոլոգիապես, ֆինանսապես, ինստիտուցիոնալ, իրավաքաղաքական առումով եւ բոլոր առումներով արևմուտքն է։ Մենք տեսնում ենք Ռուսաստանում ինչ է կատարվում։ Ես գիտությունից եմ ելնում։ Ես դες կարող եմ ասել ռուսական գենշտաբի երկու գեներալների բանավեճ Տուխաչևսկիի եւ Սվեչինի, որտեղ Սվեչինը ասում է, թե ռուս ժողովուրդը իրականում իրենից ինչ է ներկայացնում։ Եթե դուք Սվեչինի ռազմավարությունը կարդաք, կտեսնեք Մանջուրիան գրավելուց հետո ճապոնական զինվորական ավան են մտնում։ Ճապոնական զինվորական ավանը այնքան գեղեցիկ է լինում, որ գեղեցիկ զորանոցներով, ծաղիկների պուրակներով եւ այլն, որ ափսոսում են զինվորական ավան դարձնեն ռուսները, դարձում են քաղաքացիական բնակավայր։ 1 տարի հետո քաղաքացիական բնակավայրը դարձում են խոզանոցի։ Ու հիմա տեսեք այնտեղ, որտեղ ռուսն է մտել, ինչի է վերածել։ Այստեղով ռուսն է անցել, նույն ձևով հավասար է, այստեղով թուրքն է անցել։ Լավ, ենթադրենք նույնիսկ Եվրոպան եւ Արևմուտքը որտեղ են։ Հիմա, բայց մեր շահերը դուք հաշվի առնում եք։ Հիմա օրինակ ձեր առաջարկը չի բերելու արկածախնդրության։ Հիմա անկախ նրանից դուք ուզում եք գնալ Արևմուտք, անկախ նրանից արևմտյան արժեքները որքանով են կարևոր, առաջին հարցը Եվրոպան մեզ ընդունում է։ Ինչ ապագա ունենք այս բանին այստեղ, եթե դուք այստեղ միանգամից կապերը կտրում եք ու հստակ գնում եք։ Կապերը կտրված է, դուք չեք նկատել։ Սկսած այն ժամանակահատվածից, երբ որ մեկ գիշերվա ընթացքում շրջադարձ կատարեց Հայաստանը դեպի ԵԱՏՄ, երբ որ սկսեց կյանքը այստեղ վատանալ, դուք տեսնում եք, թե ինչ է կատարում։ Նախ մեքենաների շուկան նայեք էկոլոգիան, նայեք Հարավ-Կովկասյան երկաթուղու վիճակը նայեք, նրանց քաղաքականությունը ադրբեջանական պետությանը զինելու, սպառազինելու եւ Արցախյան հարցում ոչ հայանպաստ դիրքորոշումներ որդեգրելու հարցում։ Եվ նայեք, տեսեք, թե որ ՀԱՊԿ 20 թվականի պատերազմից հետո, երբ որ արդեն 21 թվականին ջերմուկի մատույցներում մարտական գործողություններ ծավալեց, Սանձարձակ 22-ին Սանձարձակի նման եկել էին ջերմուկում կանգնել էին, ասում են, թե հարց է ձեր պետական սահմանը ոնց է անցնում։ Այսինքն դա նշանակում է, որ այդ ճոպաններով ձեզ ուղղակի փաթաթել են մահացու գրկախառնության մեջ, անակոնդայի գրկախառնության մեջ։ Դա նշանակում է, որ դա կապ չի, որ ձեր
գոյութենական հիմնախնդիրները լուծեք։ Իսկ գուցե իշխանությունները չեն կարողացել նրանց հետ ճիշտ համագործակցել այդ փուլում։ Ոչ, իշխանությունները շատ ուրիշ բաներ պետք է անեին, որ չեն արել։ Նրանց մեղավորությունը այլ բան է։ Լավ, Հայ-ռուսական հարաբերությունները, բայց թշնամանանք Ռուսաստանի հետ։ Արդեն թշնամի եք դուք նշանակված, այո։ Ինչպես։ Նրանց ռազմավարական հաշվարկը շատ լավ է նրանց հետ, ռուսամետ է։ Որպես իշխանություններ, այո, որտեվ կոլաբորացիոնիստ է, չեք տեսնում երկրի վիճակը ինչի է հասցրել, բայց իհարկե լավ է։ Միայն թշնամական պետությունը կցանկանար, որ Հայաստանը այս ձևի վիճակի մեջ ընկնի։ Բայց իհարկե լավ է նրանց հետ։ Այդ այլ խնդիր է, որ նրանց լավը ձեր համար լավ չի։ Լավ, եթե գաք հստակ կապերը կտրեք։ Այդ ժամանակ դուք դուրս եք գալիս բոլոր կառույցներից։ Տեսեք, մենք դա անվանում ենք այլ կերպ։ Մենք դա անվանում ենք քաղաքակիրթ հարաբերությունների բարելավման գործընթաց։ Դա ինչ է նշանակում։ Եթե դու ուզում ես մի ինչ-որ սուբյեկտի հետ Նրանց ասած քաղաքակիրթ ապահարզանը։ Նրանք այտենց են անվանում։ Դուք այս նարատիվների պատերազմում հաղթեք դուք։ Դուք ձեր տեսակետը առաջ տարեք, ինչ եք թույլ տալիս, որ թշնամական ուղղությունը իր տեսակետը ձեր պարողությունից Այ ուզում եմ ասել, ինչպես։ Մենք ասում ենք, մեր ծրագիրը հարաբերությունների առողջացման ծրագիր է, բայց ինչպես։ Որպեսզի հարաբերությունները առողջանան, ձեր վրա ազդեցության լծակները դուք պետք է հատեք։ Երբ որ դուք նրանց հնարավորությունից զատում եք ձեր վրա ճնշում գործադրելու, դուք բերում եք հարաբերությունները զրո նիշի, այսինքն հարաբերությունների բացակայության, որտեղ մինչ այդ թշնամական հարաբերություններ էին, դա հարաբերությունների բացակայություն չի, դա նեգատիվ հարաբերությունների շղթա է։ Բերում եք զրո նիշի։ Հետո դրանից հետո ինչ են կա։ Դրանից հետո որոշ մի առ ժամանակ հետո, երբ որ ֆանտոմային ցավերը կանցնեն, իսկ կայսրությունների համար նախքին ծայրագավառի ազատվելը դա ֆանտոմային ցավ է։ Գուցե եւ իշխանափոխություն այնտեղ կլինի։ Իսկ դուք եք գտնում, որ մենք ծայրագավառ ենք եղել, Նրանց մտածելակերպով, այո, նրանք մտածում են մենք իրենց մարմնի շարունակությունն ենք։ Լավ, հետո ինչ կլինի։ Բերեցիք զրո նիշից հանրային կապերով, հումանիտար կապերով, դիվանագիտության միջոցով կամաց բարձրացրեք։ Ով է խոչընդոտում։ Բայց գնում եք դեպի Եվրոպա։ Հիմա ես ասում եմ, Եվրոպան մեզ ընդունում է թե ոչ, եւ որ քանի որ ժամանակը կարճ է, միանգամից երկրորդ հարցն էլ տամ։ Դուք ինչ որ հաշվարկներ ունեք, օրինակ, եթե մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, հապկից, օրինակ Ռուսաստանը հստակ իր հաշվարկները ունի։ Ասում է, ձեր հնայի առնվազն 20%-ը կորցնում եք, եթե ԵԱՏՄ-ից եք դուրս գալիս։ Մեկ տարվա ընթացքում առևտրաշրջանառության 45%-ից ավելին կորցրել եք, դե էժան գազի մասին արդեն չեմ խոսում, տարբերությունը կարծում եմ բոլորը գիտեն գնային։ Դուք այդ հաշվարկները ունեք։ Պետությունը օրինակ ինչի արժև է կանգնելու։ Պայթում է փուչիկը։ Փուչիկը ինչ է պարզվում։ Որ պարզվում է այն, որ եթե ուզում եք զարգացած տնտեսություն, դուք պետք է զարգացնեք արտադրողական պոտենցիալը։ Այն պետությունները, որոնք բարիք չեն արտադրում, չեն արարում, այդ պետությունները երբեք երկարաժամկետ տնտեսական աճի վրա հույս ունենալու հնարավորություն չեն ունենալու։ Նախ էներգակիրները եթե ներկրվում են, հացահատիկը ներկրվում են, արդեն դուք աղքատացող պետությունների նշաձողի շղթայի վրա եք կան, հոսքագծի վրա եք կանգնած։ Սա ինչ է նշանակում։ Ինքնաբավ պետություն, արտադրել ինքնաբավ, չէ։ Արտադրել արտահանել։ Այո, բայց սկզբից միջանկյալ շուկաներ։ Սկզբից միջանկյալ շուկաներ։ Միջանկյալ շուկաներ արտահանելով պայմանավորված դուք հնարավորություն ունեք հարկային եւ մաքսային արտոնություններ տակ, որpիսի խոշոր ձեռնարկությունները, եթե իրենց շահույթի զգալի հատվածը 70%-ը ներարկում են կրկին բիզնեսի մեջ, պետությունը վերահսկելի դարձնի, որ նրանք պարտավորված լինեն հոսքագիծ փոփոխեն եւ անձնակազմ կրթեն։ Այդ իսկ պատճառով արտադրական հնարավորություններ եւ սերտիֆիկացիաները շատ ավելի բարձր կհավաքես, հաջորդ փուլով մտնում ես Եվրամիության շուկա։ Այդքան բարդ չի։ Բայց Եվրամիությունը մեզ ընդունում է։ Տեսեք, Եվրամիությունը դեռ Ուկրաինային չի ընդունում, Վրաստանին չի ընդունում, նույնիսկ ընդլայնվելու կարծես թե այսպես դիրքորոշում չունի։ Կամ եթե նույնիսկ մեզ ընդունի, քանի տարի կանցնի, բայց այդ ընթացքում այդ վակուումը ինչով եք լցնելու։ Գիտեք ինչ, Եվրամիություն մտնելը ճանապարհի վերջն է, բայց մինչև Եվրամիություն մտնելը դա նշանակում է լայնածավալ աշխատանք։ Դու եթե ուղղորդում ես քո պետության նավակը դեպի Եվրամիություն, դա նշանակում է դու պետք է ահռելի քանակությամբ գործ անես, որն արդեն լավ է։ Դատական համակարգ փոխես, տնտեսությունը բարեկարգես, հանրություն կայացնես, ժողովրդավարությունը համակարգայնացնես, լյուստրացիա իրականացնես, վերջում կքայլես, կգա այն X պահ, երբ որ պտնի մտնես Եվրամիություն, կարող տեսնես էլ ավելի զարգացած շուկա ես դարձել, քան Եմեն, չմտնես էլ։ Ասեք, էլ մեզ դուք պետք չեք։ Ոնց որ Շվեդիան է ասում։ Բայց այդ ընթացքում տնտեսությունը ինչպես եք փրկում ու անվտանգությունը հապկը որքան էլ խնդիրներ ունի, ես որևէ կառույցի չեմ արդարացնում։
Բայց այնուամենայնիվ մենք դեռ այս պահին մենք չենք կարողանում ինքնուրույն մեր անվտանգությունը ապահովել շրջապատված լինելով թշնամիներով։ Իսկ ինչի չենք կարող, ինչի խաղաղություն չի։ Ստեղծեք այսպես իդեալական։ Բա Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղություն է։ Նիկոլ Փաշինյանը եթե ասում է խաղաղություն, ուրեմն խաղաղություն է, եթե խաղաղություն չի։ Ասում է իր օրոք է, բայց դուք եք գալու իշխանության չի լինում։ Խաղաղությունը նման կերպ չի լինում։ Խաղաղությունը կամ կա կամ չկա, ներքին փոփոխություններով պայմանավորված չի։ Այնպես չի, որ մենք գալու ենք պատերազմ հայտարարենք աչուձախ։ Մենք գալիս ենք երկիրը զարգացնելու։ Պատերազմ չենք հայտարարում աչուձախ։ Հիմա կա խաղաղություն, թե չկա խաղաղություն։ Եթե չկա խաղաղություն, պետք է ասեք, պարոն Սիմոնյան, ես հռետորական հարց եմ կախում օդի մեջ եւ ասում եմ, եթե չկա խաղաղություն, նշանակում է դուք երկիրը տանում եք կործանման։ Եթե կա խաղաղություն, ուրեմն ես ժամանակ էլ ունեմ։ Բայց դուք նաև լավ գիտեք, չէ՞, որ Ադրբեջանը պայմաններ է դրել է, այսօր իդեպ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն ասում էր, սահմանը կբացենք, երբ հեսանտրությունից հետո սահմանադրություն կփոխեք, պայմանները դրել է, հիմա կգա մեկ այլ ուժ, կասեն, այս պայմանները եկեք կատարեք, ասեք չենք կատարում եւ ինչպես Փաշինյանն է ասում, կլինի հարցակում, հապկնել չի լինի, որ մեզ պաշտպանի։ Մենք չենք ասի, կասենք նախ մեզ ժամանակ ապետ, որ այդ ամբողջ բանակցային գործընթացի փաթեթին ծանոթանանք, եւ երկրորդն էլ ես որպես գործադիր իշխանության ղեկավար, ես ինչ իրավունք ունեմ միանձնյա որոշում կայացնեմ։ Հասկացանք, ինձ քվե են տվել, ընտրել են վարչապետ, բայց նման հարցերը հանրաքվեների մեթոդով են, չէ՞, առաջանում։ Այդ ընթացքում դու հնարավորություն ունես երկու ստեկ հարաբերությունների միջոցով Հայաստան, Ֆրանսիա, Հայաստան, Միացյալ Նահանգներ հավասարակշռիչներ ապահովես, որովհետև եթե պետության հավաքական պոտենցիալը դեռևս չի ներում զսպելու ամբիցիաները քո հարևանների, ապա դա կարող ես կոմպենսացնել կարճաժամկետ շրջանում ուժեղ եւ քո շահերին համընթաց քայլող պետությունների ռազմաքաղաքական միջամտությամբ։ Բայց այդ ձեր թվարկած պետությունների հովանու ներքո Նիկոլ Փաշինյանը չգնաց ստորագրեց այն փաստաթղթերը, որոնց կարծում եմ դեմ եք խոսում, օրինակ Պրահայի հայտարարությունը, որտեղ Արցախը ճանաչեց, այս վերջին խաղաղության պայմանագիրը, որ նախ ստորագրել են։ Հիմա տեսեք, հարգելիս, եթե Նիկոլ Փաշինյանը գնում է այնտեղ ոչ մի բանին տեր չի կանգնում, եվրոպացիները իր փոխարենի տեր կանգնեն։ Հիմա դուք տեսել եք այն ձայնագրությունը, երբ որ Ջո Բայդենը կոնգրեսմեն էր դեռևս, հեռախոսատակից նկարում են, ասում է ձեր նախագահը զանգեց ինձ, Սերժ Սարգսյանը խնդրեց, աղաչեց, որ կոնգրեսը հայոց ցեղասպանության հարցը չճանաչի, դա կվտանգի հայ-թուրքական հարաբերությունները։ Հիմա եղբայր, եթե դու քո շահերը չես պաշտպանում, Մակրոնից ինչ ակնկալ ես, որ հովանի չլինի, որ գոնե մի բան լինի։ Այսինքն, եթե շահերը պաշտպանենք, արևմուտքը մեր թիկունքին կկանգնի։ Շահերը պաշտպանելուն զուգահեռ դու որդեգրել ես հերրահար պլան։ Հերրահար պլանը նշանակում է, թե դու ինչ ծավալի ռազմական պոտենցիալ պետք է ունենաս, դեմոգրաֆիա պետք է ունենաս, ինչ ծավալի կապիտալ շինարարություն պետք է իրականացնես, էկոլոգիական հաշվարկներ, պարենային անվտանգություն։ Որտեվ դու նավահանգիստը արդեն որդեգրել ես, չէ՞։ Ու արդեն բացվել է քո առաջ աշխատանքների փաթեթ, որպեսզի այդ աշխատանքների փաթեթը կյանքի կոչես պետք է միջգերատեսչական կապը աստիճանակարգային եւ հորիզոնական ներառականության մեջ սարքես, որ պետական մեխանիզմը գործի եւ հաստատես շնորհապետություն։ Հիմա այդ ձեր խոսքի վրա կարելի է շատ հեշտ ավարտել հարցազրույցը եւ եթերային ժամանակը գերազանցել ենք, բայց ես պետք է ամեն դեպքում այս հարցը տամ։ Դուք ինքներդ ասում եք, որ ձեզ փորձում են կապել այս իշխանությունների հետ, ասոցացնում են։ Ես երկու այսպես գաղափարական մտքեր ինքս առանձնացրել եմ։ Հնարավոր է, որ այդ հարցով դուք այսպես արժե համակարգային գաղափարական նմանություններ ունեք, պարոն Սիմոնյան։ Մեկը օրինակ կաթողիկոսի հետ կապված նրան քննադատում եք եւ կարծես թե ասել եք, որ Ռուսաստանի հովանու ներքո է գործում, այսինքն Նիկոլ Փաշինյանը գիտենք հստակ թիրախավորում է կաթողիկոսին եւ խոսում է նրա փոփոխության մասին ընտրվելուց հետո։ Եվ երկրորդը նա այսպես Արցախի ռազմաքաղաքական էլիտայի մասին գիտենք շատ լավ ինչեր է ասում, դուք էլ արտահայտվել էիք, որ Արցախի էլիտային պետք է բերել եւ այստեղ դատել, այսինքն մեղմացրել էիք այնքանով, որ թող դատվեն, բայց այստեղ դատվեն եւ դուք գտնում եք, որ ինչպես Փաշինյանը, որ նրանց պատճառով Արցախը կորցրեցին եւ այլն եւ այլն։ Հարցերով եզրափակեք։ Այո։ 10 րոպե ուրեմն ունենք։ Եկեղեցու հետ կապված, ես ասում եմ, որ մեր եկեղեցին ունի խնդիրներ, բայց ես համարում եմ, որ սանձարձակություն է ավազանի անունով կոչել վեհապարի, որովհետև ով է այդ մարմինը, որ կարգալույծ է արել նրան։ Եվ ես ջատագովն եմ եկեղեցու ներսից առողջացմանը։ Պետությունը իրավունք չունի միջամտի, պետությունը կարող է օժանդակող հովանի եւ հարթակ ձևավորողի կարգավիճակով հանդես գա։ Սա մեկ։ Դա նշանակում է, որ ռադիկալ է տարբերվում մեր դիրքորոշումը
Գործող Բայց նրանք են իշխանությունների։ ասում են եկեղեցու դեմ չենք պայքարում, Այդ ասում են, բայց անում են ուրիշ բան, պարակտությունները տեսնենք, նրանց պատարակները, աղոթքները երկրի կառավարելու փոխարեն մտել են ինչ են անում։ Բայց դուք չեք ասի օրինակ եկեք կաթողիկոսին փոխենք։ Կասեք թող եկեղեցին Կաթողիկոսը ես հիմա էլ եմ ասում, որ մեր կաթողիկոսներից լավագույնը չէ, եթե փոխարինվի հրաշալի կլինի, բայց ինչ մեխանիզմով։ Դա գործադիր իշխանության որոշելիք հարցն է։ Դուք չեք միջամտի։ Իհարկե իրավունք չունեմ։ Իսկ Արցախի ղեկավարության Արցախի ղեկավարությունը կոլաբորացիոնիստներ են եւ թալանչիների ղեկավարություն են եւ ես դա բարոյական իրավունք ունեմ ասելու, որտեւ ես Արցախի համար մարտնչած անձնավորություն եմ ու վերջնարդյունքը սա է, ինչ որ մենք տեսնում ենք։ Նրանց անհապաղ պետք է այնտեղ կան նաեւ ռազմական ղեկավարներ, որոնք ռազմական ղեկավարների մասին չի խոսքը։ Ռազմական ղեկավարների այո այն նախագահին, որ դասալիքի նման փախավ վերջի օրերին, միակ ընտրված լինելով հանդերձ։ Ընտրված նախագահն, այո, փախավ, տեղը խորհրդարանի նշանակացուին դրեցի, որը գնաց Եվլախում տվեց Ղարաբաղը։ Հիմա ես ասում եմ, այդ ռազմական ղեկավարությանը, որոնց Սիմոնյան, եթե Դավիթ Իշխանյանի մասին է խոսքը, նա գնացել Եվրախում տվել է, թե այդ ժամանակ արդեն Շահրամանյանը չէր։ Շահրամանյանի մասին է խոսքը, նա Հայաստանում է։ Դե հա, բա ես հիմա այդ եմ ասում։ Ասում եմ այդ բոլոր ղեկավարները պետք է կանգնեն դատարանի առաջ, որտեվ երկիր են կորցրել։ Պետք է կանգնեն դատարանի առաջ։ Եվ ես ասել եմ հետեւյալը. Բաքվում նստած ցանկացած հայի նկատմամբ քրեական վարույթ, որը որ հիմա ծավալում է Ադրբեջանը, ոչ թե ես ամբիցիոզություն եմ դրսևորում, ասում եմ չէ, պետք է բերենք մեր դատարանում դատենք։ Ոչ, Ադրբեջանի օրենքով այդ մարդկանց ընդե դատելը վերջում Հայաստանին են դատելու այդ նույն հոդվածներով։ Այսինքն դուք Հայաստանի մասին մտածում եք, բայց որ այդ մարդկանց կարող են վերագրել օրինակ, որ ցեղասպանություն են արել, չգիտեմ, ահաբեկչություն են արել, դա նորմալ է, որ նրանց այդպես կդատեն։ Ես ցավում եմ, որ դուք այտենց եք դատում, իմ ասածը, որտեղ այդպես դուրս չեկա, որտեղ եթե այդ մարդիկ ցեղասպանություն են արել, ստացվում է հայկական պետականություն ցեղասպան պետություն է։ Բա ինչ եք այստեղ դատում։ Պետությունը կորցնելու համար։ Ինչ են արել, որ երկիրը 40 տարվա ընթացքում դիմադրողականություն չունի։ Դուք Ջաբրայիլում եղել եք։ Դուք այնտեղ պաշտպանական անվտանգի գծերը տեսել եք։ Մատները մատներին չեն տվել։ Ոնց էին պահում։ Չէին պահում։ Քարորիա պատերազմում Չէին պահում, միջև աշխարհաքաղաքական քարորիա պատերազմում գնաց խոսք տվեց, որ հողերը տալու է։ Դե հիմա սա Փաշինյանի թեզն է, օրինակ։ Դե հիմա դե հաստատ տեսնում եք, չէ՞, ինչի հեղափոխությունը տեղի ունեցավ 17 թվականի ՊՊՑ գնդի գրավումը ինչի եղավ 18 թվականի հեղափոխությունը ով օժանդակեց սրանք հարցեր են որ դեռևս որևէ մեկ այս հարցերը չի պատասխանել։ Լավ, թողենք թող հերոստատողը արդեն իր հետևությունները անի։ Շնորհակալ եմ ես ձեզ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի շնորհապետական Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի տեխնացու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։